Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ։ Այս մասին Facebook-յան իր էջում գրել է մեր ձևով շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանը։ Նիկոլ Փաշինյանը հայ առաքելական եկեղեցին անվանել է ազգայնական կառույց, համեմատելով իսլամիստների հետ, որի դեմ աշխարհում պայքար է մղվում։ Փաշինյանը այս վտանգավոր հայտարարությունը արել է հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում։ Ադրբեջանական զորքերի դուրս բերման հարցի շուրջ խաղաղության քայքայում չի լինի։ Նման հայտարարություն արել Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ հարցը կարգավորվելու է սահմանազատմամբ, իսկ սահմանը երկար է ու սահմանազատումը երկար կտևի։ Թրամփի ուղին ոչ միայն կմիացնի Ադրբեջանի երկու հատվածները, այլև կվերածվի խոշոր տրանսպորտային միջանցքի։ Այս մասին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսի հետ հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Երկու երկրները նաև ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրել։ Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյ Վենսը կնոջ ու Շա Վենսի հետ միասին այցելել է Ադրբեջանում գտնվող շեհիդների պուրակ, դրել ծաղկեպսակ։ Երևանում գտնվելու ընթացքում նաև ծաղիկներ էր դրել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, գրառում արել թվիթերում, ապա հեռացրել այն։ Թեհրանից շատ կոշտ են արձագանքել Վենսի այցին Երևան եւ Բաքու։ Հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքում հրապարակվել են Վենսի լուսանկարները Ալիևի ու Փաշինյանի հետ, գրելով. այսօր Կովկասում դրվեցին մեծ պատերազմի հիմքերը։ Զոհերն արդեն ընտրվել են։ Իրանը ոչ մեկի հետ չի կատակում, երբ խոսքը վերաբերում է իր անվտանգությանը։ Եվրոպական միության խորհրդարանի падգամավորները կոչ են անում Ադրբեջանին ազատ արձակել հայ գերիներին։ Падգամավորները խորը ափսոսանքով են արձանագրել Բաքվի դատարանում կայացված վճիռները։ 27 տարի լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։ Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ԿՊԱ-ական падգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը։ Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նոր հետապնդումներ են իրականացվել վաղարշաբաթի ընդդիմադիր գործիչների նկատմամբ, կատարվել են խուզարկություններ եւ ձերբակալություններ։ Քննչական կոմիտեն պաշտոնապես հաստատել է 6 հոգու ձերբակալությունը։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը վերադարձրել է կարգալույս նախին քահանաներ Ստեփան Ասատրյանի եւ Արամայիս Թախմազյանի հայցերը։ Հայցադիմումներով Ասատրյանը եւ Թախմազյանը պահանջում են անվավեր ճանաչել վեհափեր հայրապետի տնօրինությունը իրենց կարգալույս հռչակելու վերաբերյալ։